Դե բարի լույս, բարի վերադարձ, մենք կրկին եթերում ենք, վերադարձանք, էլի անդրադառնալու ենք մշակույթին, այս պարագայում արդեն թատերական իրադարձության, հունիսի 19-ին Կոստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կկայանա Winehouse ներկայացումը, սա պատմություն է սիրո, փառքի, ներքին պայքարների և կախվածությունների մասին, որտեղ մարդկային զգացմունքները հասնում են իրենց ամենաբարձր և ցավոտ դրսևորումներին։ Հետաքրքիր ներկայացման մասին կզրուցենք մեր սիրելի հյուրերի հետ։ Տաղավարում են դերասանուհիներ Հռիփսիմե Զոհրաբյանը, Մարինե Արաբաջյանը և Նարեկ Գրիգորյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Դե միանշանակ Winehouse-ը գրավիչ թեմա է բնականաբար, բայց հետաքրքիր է առաջին հերթին ձեզ որը գրավեց, որ ներգրավեցիք այս գեղեցիկ նախագծում։ Ինձ պատմել են այս ներկայացման մասին, ես ցավոք սրտի դեռ չեմ հասցրել դիտել, բայց ներկայացումը սկզբնականում եղել է մեր դիպլոմային աշխատանքը, քանի որ մենք սովորում ենք թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դիպլոմային աշխատանքի համար պետք է բեմադրեինք ներկայացում, մենք հրավիրեցինք Դավիթին Խալաթյան, Դավիթը ինքը առաջարկեց մեզ բեմադրել Էմի Winehouse-ի մասին, ու մենք քանի որ սիրում էինք Էմիին ու շատ ոգևորվեցինք, այո, մանավանդ եւ սիրով ընդունեցինք Դավիթի առաջարկը։ Ում արվեստանոցում եք սովորում։ Սուրեն Շահվարդյանի։ Ահա, երեքով նույն կուրսից եք, այսինքն միասին, հասկանալի է։ Խոսենք նաև ձեր կերպարների մասին, դուք մարմնավորում եք Էմին, բոլորդ նույնն եք։ Մի փոքր կոնցեպտի մասին էլ խոսենք ներկայացման։ Սկսեմ իմ հատվածից, մենք խաղում ենք Էմիի կյանքի տարբեր շրջանները, ամեն մեկս ինչ-որ հատված ենք խաղում, ես խաղում եմ երևի իմ համար չգիտեմ, ես հենց այդ հատվածն էի ուզում խաղալ, հենց լսեցի, որ Էմիի կյանքն ենք բեմադրելու, ասում եմ մենակ ինձ տուրը տան, ու հենց այդպես էլ եղավ, ես խաղում եմ եվրոպական տուրի հատվածը, Բելգրադի համերգը, երբ որ դուրս է գալիս բեմ ու ամեն ինչ տապալում ա ուղղակի, այնտեղ բանալի հատված է իմը, որտեղ ես խաղում եմ այդ հատվածը, երբ որ կանգնում եմ բեմի վրա, չեմ կարողանում երգել, բայց չեմ գիտակցում ինչա կատարվում ու հետո հյուրանոցում նստած եմ ու հասկանում եմ, որ վերջ։ Կործանեցի ամեն ինչ։ Երեխեք արդեն Դիվայի հատվածից հետո իմ հատվածն է, ես Էմիի կյանքի վերջին փուլն եմ խաղում ու երևի ամենահուզական տեսարանն է, որովհետև արդեն Էմին այնտեղ կիսամեռ վիճակում է գտնվում ու իր կյանքն է, այսպես ասած, անալիզանում։ Շատ լավ, ներկայացումը ընդհանրապես սիրո և ասել է, թե ինքնաոչնչացման մասին է։ Հետաքրքիր է ինչքանով է արդիական սա մեր օրերում, ինչպիսի տրամադրությամբ են հետո լքում հանդիսատեսը ներկայացումից, ինչ է տալիս սա հանդիսատեսին։ Ներկայացումը բավականին արդիական է, որովհետև բացի մեզ մոտ կա մի փոքր, այսպես ասած, արգելված թեմա, որը մենք բարձրացնում ենք։ Որն է։ Թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումը։ Դա արգելված է։ Դե մենք սկզբնական շրջանում մտավախություն ունենք, որ կարող է դիտվել որպես պրոպագանդա, բայց հակառակը մարդիկ այլ կերպ ընկալեցին ու իրենք էլ հասկացան, թե ինչի է հասցնում այդ ամենի չարաշահումը, բացի դրանից մենք ունենք նաև մարդու ինքնաոչնչացման գաղափարը, այսինքն թե ինչպես է մարդը ինքնին սիրո միջոցով, օրինակ մենք շատ հաճախ ասում ենք, որ սերը հիասքանչ է, սերը փրկում է ամեն ինչ, բայց Էմի պարագայում հակառակներ ու սերը կործանեց իրեն ու մարդկանց փորձում ենք ցույց տալ, որ ինչքան էլ սիրում ես քո ընկերոջը, քո ամուսնուն, միևնույն է պետք է քեզ սիրես ավելի շատ, որպեսզի չկործանես։ Հետո ես մի հատ բան էլ ավելացնեմ, այս դեպքում կախվածությունը իմ համար իր մոտ ավելի շատ բլեքից էր, քան եւի ալկոհոլից, ու հիվանդագին շատ էր։ Ու նաև ցույց ենք տվել արտաքին աշխարհի ճնշումը մարդու ներաշխարհի վրա, որտեղ այնտեղ տեսարաններ ունենք, որ մենք խաղում ենք լրագրողներ ու ցույց ենք տալի, թե ինչքան ճնշում են գործադրում Էմիի վրա ու ինչքան է դա ազդում իր հոգեվիճակի վրա։ Նախ թմրանյութեր օգտագործել արդեն ինքնաոչնչացման մասին է եւ հետո երբ սերն էլ տոքսիկ է լինում այս դեպքում, ինչ որ թունավոր, բնականաբար լավ ինչ որ պատմություն եւ ավարտ այո չի ունենում այս պատմությունը։ Շատ լավ, ինչ աշխատանք եք իրականացրել, որպեսզի հոգեբանական եւ այս հուզական կերպարը ստեղծելիս ինչպիսի ճանապարհ եք անցել, ինչ աշխատանք է, ընդհանրապես ինչպիսին է աշխատանքը Դավիթի հետ, փոքր պատմեք այս ադմինիստրատիվ վիճակներից։ Դավիթ Խալաթյանը ներկայացման ռեժիսորն է սերի հերոստատիկը։ Այո, ներկայացման ռեժիսորը Դավիթն է Խալաթյան, պիեսի հեղինակը Սարանն Նալբանդյան, պիեսը հենց գրվել է մեզ համար, ինչը շատ հետաքրքիր էր, այսինքն պրոցեսի ընթացքում, մեր փորձերի ընթացքում
Շատ հետաքրքիր է, որ դու համատեղ աշխատում ես դրամատուրգի հետ, որտեղ մենք հաճախ խաղում ենք, չգիտեմ, պիեսներ, որոնց դրամատուրգները վաղուց մահացել են, իսկ այս դեպքում հենց կերպարը գրվում էր մեզ համար։ Ու ես ուզում եմ մի հատ անցած հարցի վերաբերյալ մի բան ասել, շատ կարևոր։ Բացի նրանից, որ երկրպագուների համար սա հետաքրքիր է, որ Էմի Վայնհաուզը ես իրեն շատ եմ սիրում, կգամ կդիտեմ, մարդիկ ովքեր իրան չգիտեն ու չեն ճանաչում, այստեղ էլի շատ հետաքրքիր հարցերի կբախվեն, որ ուղղակի սովորական մարդը ինչպես կարող է գնալ կործանման, ունենալ ամեն ինչ, միաժամանակ ոչինչ ու, չգիտեմ, գալ, տեսնել, որ պետք չի դիմել իրոք այդ ծայրահեղ քայլերին, ինքը ուզում էր իր արվեստով իրան փրկել, բայց միայն հակառակն էր ստացվում, ինձ թվում է։ Ինքնախարազանման ճանապարհը հաղթեց այս պարագայում, ընտրությունը դա էր։ Ցավոք, բայց իհարկե խոսում ենք լեգենդար անձնավորության մասին ու շատ հետաքրքիր է, որ նրա կյանքի այդ 3 էտապներն էլ վերցրել եք եւ ներկայացնում եք, բայց հետաքրքիր է ամեն մեկը ձեզ համար ունեք այնպիսի մի տեսարան, այնպիսի մի դրվագ, որ էմոցիոնալ առումով շատ բարդ է ձեզ տրվել ու մինչեւ այսօր բեմում շատ դժվար եք ապրում այդ էմոցիաները կամ չգիտեմ, ամեն դեպքում նաեւ ազդում են ձեր անձի վրա։ Իրականում իմ համար հենց իմ տեսարանը շատ հուզական է ու բարդ է խաղալ, որովհետև հենց այնպես են գրել, Սարան Նալբանդյանը այնքան գեղեցիկ է գրել ու այնքան հուզիչ է գրել իմ խոսքերը, որ չհուզվել ուղղակի հնարավոր չի ու ամեն անգամ ասես վերապրում ես, որովհետև երբ որ հասկանում ես այդ մասշտաբի անձը ոնց է մահացել, արդեն դա չի կարող քեզ վրա չազդել։ Իմ հետ կապված ես քանի որ պարուհի եմ, իմ հատվածը հենց բեմադրել ենք սենց շատ ակտիվ, այնտեղ մարմնով ենք ավելի շատ էմոցիաները ցույց տալիս, ավելի շատ ձուկը ջրում վիճակայի մոտ ես ինձ շատ կոմֆորտ եմ զգում, բայց կա հատված, մենք հանդիսատեսին շատ մոտ ենք խաղում, շատ մոտ։ Երբ որ ուղիղ գնում ենք հանդիսատեսի դիմաց, այս հեռավորության վրա ու տեքստեր ենք սկսում խաղալ, պետքա ուղղակի սենց անջատել քեզ ու փորձել այդ ամեն ինչը վերապրել, ինձ շատ բարդ դա տրվեց։ Իրոք այդ տարածությունը շատ դժվար ես հաղթահարեցի։ Ներկայացման հիմքում նաև երաժշտությունն է, դե բնականաբար խոսում ենք երգչուհու մասին, հետաքրքիր է օգնում է, թե խանգարում է միևնույն ժամանակ ինչպեսի ընկեր է այս դեպքում երաժշտությունը հենց Էմի Վայնհաուզ։ Իրականում օգնում է շատ։ Մենք սկզբից մտավախություն ունեինք, որ միգուցե չկարողանանք բոլորով երգել, որովհետև իհարկե ունենք պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստացած դերասաններ, բայց իրականում բոլորիս մոտ ստացվեց, վերջում բոլորս երգում ենք ու նաև նվագում ենք ներկայացման ընթացքում, կենթանի երաժշտությունը ամբողջովին, շատ ու Դավիթը այնպես է ընտրել ամեն հատվածի երաժշտությունը, որ փոխանցվում է հոգեվիճակը, այսինքն հենց ներկա այդ տեսարանի դերասանուհու զգացմունքները, զգացողությունները մի երգի միջոցով այսպես ամբողջությամբ ցույց ենք տալիս։ Հետո Դավիթը դեմ էր, որ մենք երաժշտություն օգտագործեինք։ Մենք սկզբում ասում ենք խնդրում եմ գոնե օգնելու համար թող լինի երաժշտությունը վրայից երգենք, ոչ, ասում եմ պետք է ամբողջը դուք երգեք։ Կա հատված, որ Նարեն նվագում է։ Այնց հետաքրքիր է նաև այս տարաձայնությունների մասին ռեժիսոր, դերասան, հեշտ ու բարդ աշխատանքի մասին մի քիչ բացենք փակագծերը, խոսենք, հանգիստ եղեք, Դավիթը այստեղ չի, եթե մեզ լսում ես Դավիթ, ողջունում ենք, լավ են անում, աղջիկները խոսում են։ Իրականում Դավիթի հետ աշխատելը շատ հեշտ է, որովհետև Դավիթը յուրաքանչյուրիս հետ առանձին աշխատանք է կատարել, ամեն դերասանու հետ առանձին յուրատուկ վերաբերմունք է տվել ու դրա միջոցով երևի շատ ավելի հեշտ ենք կառուցել ներկայացումը։ Ես էլ մենակ հաճույք եմ ստացել Դավիթի հետ աշխատելուց, ես կնշեմ, որ քիչ ռեժիսորներից է, ում հետ աշխատելը շատ թեթև է ստացվում։ Երբեք չի թողնի, որ մնա վերջին պահին, վերջին ամիսներին ծանր գրաֆիկով, սկսել ենք շատ շուտ, ունեցել ենք օրվա մեջ հստակ ժամեր, աշխատել ենք շատ հեշտ, շատ թեթև, ու եթե ինչ-որ տարաձայնություն էլ եղել է, ինքը այնքան սենց հեշտ է դա հարթում։ Կոմպրոմիսի ճանաչի եղել իրականում։ Հիմա միգուցե հանդիսատեսը մտածի չենք ասում, բայց իրականում իր հետ աշխատանքը բավականին հեշտ էր, որովհետև իր ու մեր տարիքային տարբերությունը այդքան էլ մեծ չի, ու ինքը մեզ հասկանում էր, կարելի ասել մի լեզվով էինք խոսում, այդպես խնդիրներ չի եղել։ Հետո ստեղծագործման մեջ մենք ազատությունն էլ ունենք, որովհետև շատ դեպքերում մենք էինք բերում ինչ-որ տեսարներ
առաջարկում էտյուդներ ու որի վրա կարող էր հավաքվել կամ օրինակ ես այնտեղ ասեմ տեսարանում եմ, որ ապարում եմ, հետաքրքիր է, ես դա չեմ բեմադրում։ Ամեն անգամ խաղալուց գալի ասում այդ կետը, ինչ որ նոր ձևով եմ սկսում զգալ, մեկ էլ ներկայացումից հետո դուրս եմ գալիս, ասում եմ՝ «Դավիթը կգա կասի, ես անգամ ինչ արեցի»։ Ասացիք, սա ձեր ավարտական դիպլոմային, կարելի ասել, ներկայացումն է եւ ավարտեցիք թատերական։ Այո, Արդեն պաշտպանված են։ այո, գերազանցները, մոտել գերազանց։ Դա մի քիչ ստացվում էր արդեն։ Ակնհայտ էր, մենք շնորհավորում ենք իսկապես։ Թող հետո էլ ճանապարհը լինի այնպես, ինչպես դուք եք պատկերացնում, կամ առավել լավ։ Եվ հետաքրքիր է ինչու մարդիկ պետք է նայեն այս ներկայացումը ըստ ձեզ, խնդրում ենք հրավիրել այս պահին նախադասության բայո մարդկանց։ Եթե դուք սիրում եք երաժշտություն, եթե դուք սիրում եք մեր սերնդին եւ ուզում եք տեսնել մեր սերնդի եւ լավ եւ վատ կողմերը, եթե ուզում եք տեսնել թե սերը, թե կարիերան ինչպես պետք է ճիշտ տնօրինել, որպեսզի չտանի կործանման, ապա եկեք դիտեք մեր ներկայացումը ու հատկապես երկրպագուները ինձ թվում է շատ կհավանեն եթե գան։ Սա մեր համար շատ վախենալու թեմա էր, որովհետև շատ երկրպագուներ կա, մտածում ենք լավ, եթե մի բան այն չանենք, հնարավոր է աղմուկ, չգիտեմ, դուրս գա, բայց ինձ թվում է ամեն բան ճիշտ ենք արել։ Երբ հաջորդ ներկայացումը։ Դեռևս չգիտենք երբ է հաջորդ ներկայացումը, սակայն հունիսի 19-ին դեռ կան տոմսեր, բայց տեղերը սահմանափակ են, շատ քիչ են, այնպես որ եթե ցանկանում են պետք է շտապեն, որպեսզի հունիսի 19-ին ժամը 22:00-ին։ Վայրը Ստանիսլավ Սանվան ռուսական դրամատիկական թատրոն։ Դե հաջողություններ ենք մաղթում ձեզ, աղջիկներ, եւ վստահ որ մի օր կհանդիպենք ելի մեր տաղավարում, որպեսզի այլ եւ հետաքրքիր ներկայացումներից խոսենք։ Վստահ ենք։ Ձեզ լավ օրենք, շնորհակալություն։ Այսպես սիրելի հեռուստադիտողներ, շատ կարճ գովազդային ընդմիջում մեր եթերում մնացեք մեզ հետ։